Հայաստանի ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ԱԺԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ իր մասին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտությունների համար։ Թովմասյանը պահանջում է, որ Արթուր Հովհաննիսյանը տեսանյութի միջոցով ներողություն խնդրի իր հասցեին սեպտեմբերի 8-ին ասված վիրավորական խոսքերի համար, մասնավորապես նրան ամբարո անվանելու համար, ինչպես նաև հայտարարելու, թե թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի ու կհասկանանք 4 հատ տունը իրեն որտեղից, ինչպես նաև կինա թող իրան կնոջ պես պայի, թե չէ այդ թեստն էլ կդնեմ կասկածի տակ իր սեռային պատկանելիության արտահայտության համար։ Թովմասյանը պահանջում է նաև հերքել իր հասցեն հնչեցված զրպարտության համար։ Խոսքը Հյուսիսային պողոտայում 4 հատ տուն է գնել լինելով հասարակ լրագրող պնդման մասին։ Բացի այդ, Թովմասյանը պահանջում է Հովհաննիսյանից բռնականձել 9 միլիոն դրամ, որից 3 միլիոն դրամը որպես հասցված վիրավորանքի, իսկ 6 միլիոն դրամը որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Սոտքում 2023 թվականին ադրբեջանական ագրեսիայից հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը նշանվել է։ Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը նշանադրության տոնակատարությունից տեսանյութ է հրապարակել։ Նարեկի ընտրյալը Հասմիկը ընդունել է տղայի առաջարկությունը։ Իմ կյանքում մի ուժ էլ ավելացավ, տեսանյութում ասում է Նարեկը։ Նարեկ Պողոսյանը ադրբեջանական կրակոցից վիրավորում էր ստացել Սոտքում 2023-ի սեպտեմբերի 1-ին։ Նրա անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել նրան։ Սրտի զարկերը վերականգնվել էին, բայց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ 9 օր կոմայի մեջ մնալուց հետո Նարեկը սկզբում ոչ խոսել էր կարողանում, ոչ քայլել։ Այսօր նա արդեն կարողանում է եւ ազատ շփվել, եւ քայլել, եւ հրաժարվել է ցավազրկողներից։ Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները թռել են դպրոցի երկրորդ հարկի պատուհանից, կատուժած։ Ըստ ԶԼՄ-ների դեպքը տեղի ունեցել սեպտեմբերի 29-ին, ուսուցչի դիտողությունից հետո երեխաները դուրս են եկել դասասենյակից ու քանի որ պահակը նրանց թույլ չի տվել դպրոցից դուրս գալ, նրանք դասից փախել են երկրորդ հարկի պատուհանից։ Դրա հետևանքով երեխաներից մեկը մեջքի հատվածներում սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։ 14-ամյա աղջիկը եւս մեկ շաբաթ մնալու է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, ստանալու է անհրաժեշտ բուժումները, որից հետո կատարվելու է վիրահատություն, գրում են ԶԼՄ-ները։